ABC Media-ն ու կրկին ուղիղի եթերում է, դուք դիտում եք լուրերի ժամը 15-ի թողարկումը, ես Գարուն Թաֆյանն եմ, բարի օր։ Այս ժամի թողարկման համար առանձնացրել ենք հետևյալ թեմաները։ Ձերբակալություններ, հաշվեհարդարներ, սոցիալական կաշառք, սուտ խոստումներ, արտաքին քաղաքական ավանտյուրաներ, անսահման պոպուլիզմ, որոնք են գործող իշխանության այլընտրանքային մեթոդները։ Ինչ ճանապարհային քարտեզ է գծում Միացյալ Նահանգները Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի համար, սենատորը փակագծեր է բացել։ Գերի, ռազմագերի, պահվող անձ, որ տերմինն է ճիշտ գործածել Բաքվի բանտերում գտնվող հայերի դեպքում։ Երբեմնի էկոակտիվիստը Երևանում անվտանգության խորհրդի քարտուղարի հետ մեկ սեղանի շուրջ, ով է Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագետը։ Չկա դպրոց, չկա խցանում, արդյունավետ են արդյոք քաղաքային իշխանության լուծման տարբերակները։ Հայաստանում ապօրինի քրեական գործեր կան։ Սա Վենետիկի հանձնաժողովի արձանագրումն է։ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով հանձնաժողովը հաստատել է, որ հավաքների կազմակերպման նյութական շահագրգռվածության վերաբերյալ քրեական օրենսգրքում եղած ձևակերպումն իրավաչափ չէ։ Մինասյանը համոզված է, որ այդ հոդվածը իշխանության ձեռքին դարձել է գործիք քրեական գործեր հարուցելու համար։ Մենք ունենանք Սահմանադրական դատարանի որոշում, վստահ եմ, որ այստեղ Սահմանադրական դատարանը չի կարող այլևս այլ մեկնաբանություն տալ, երկու ելք ունի, կամ ճանաչում է ձևակերպումը կտրուկ միանգամից Սահմանադրությանը հակասող, կամ կարող է տալ իրավակիրառ պրակտիկայի համար մեկնաբանություն, որը պետք է առաջնորդող լինի թե իրավապահարումների եւ թե դատարանների համար, որ ճանապարհով կգնա, դա ցույց կտա առաջիկան, բայց ակնհայտ է, որ այլևս Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որպես խորհրդատվական կարծիք է, որը մեր օրենսդրության շրջանակներում համարում է խիստ կարևոր, չի կարող անտեսվել։ Սակայն իշխանությունը այս անճշտության միջոցով արդեն բազմաթիվ մարդկանց է կալանավորել։ Քաղաքական գործիչներ, ակտիվիստներ, անգամ իրավաբաններ։ Մեկ շաբաթում երկրորդ փաստաբանն է հայտնվում կալանքի տակ։ Ալեքսանդր Կոչուբաև ու Ռուբեն Մխիթարյան, որն ի դեպ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է հենց մասնագիտական պարտականությունները կատարելիս։ Երկու փաստաբան, այո, խայտառակություն, այսինքն փաստաբանների նկատմամբ այս այլանդակ վերաբերմունքը ուղղակի այլևս որևէ տեղ չի թողում, էլի, որ նույն չափանիշներին համապատասխան շատ ակնհայտ է։ Եվ նաև ինչու՞ չէ Գյումրիի դեպքերով, որ ասես տոտալ կալանքներ են տրվում, շատ հստակ քաղաքական բանտարկյալի կարգավիճակին բխող համապատասխանող անազատության դեպքեր են։ Դատարանը ևս մեկ վճիռ է կայացրել 3 Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին դատապարտել ազատազրկման 6 տարի 3 ամիս ժամկետով։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքով դատաքննության ժամանակ բոլորն էլ հաստատել են։ Համբարձումյանը որևէ հակաիրավական արարք չի արել։ Անգամ Դավիթ Համբարձումյանի դեմ ցուցմունք տված 4 անձից 3-ը դեռևս նախաքննության փուլում հրաժարվել են իրենց ասացներից։ 7.5 տարի անց կեղծ գործի համար շուտափույթ ազատազրկելու որոշումը քաղաքական հետապնդման մասին է, հայտարարել է Դավիթ Համբարձումյանը քիչ առաջ հրապարակած իր ուղերձում։ 7.5 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործը կարճվել է այդ միջադեպի բոլոր մասնակիցների համար եւ միայն ինձ է այս իշխանությունը դիտարկել որպես կազմակերպիչ, ամեն ինչ անելով, որպեսզի հայտնվեմ անազատության մեջ։ Այսինքն միջադեպի մասնակիցներ չկան, բայց կա կազմակերպիչ, ասել է Համբարձումյանը։ Մի քանի ամիս առաջ, երբ ես ընդունեցի խորհրդարանական պատիվ ունեմ խմբակցության առաջարկն առաջադրել ինձ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում, ես գիտակցում էի, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի չեզոքացնեն իրենց համար ծագած այս իրական վտանգը։ Ես որոշումը կայացնելիս պատրաստ եմ եղել ամեն տեսակ փորձության, լավ իմանալով, որ հայրենիքի անկախության համար մղվող պայքարն ամենևին հեշտ ճանապարհ չէ։ Ես ստանձնելով այդ պատասխանատվությունը շարունակելու եմ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը օր առաջ ազատվի դավաճան իշխանությունից։ Իմպիչմենտը եղել եւ շարունակում է մնալ Փաշինյանից օր առաջ ազատվելու միակ տարբերակը։ Ուստի կոչ եմ անում ընդդիմությանն ու հայրենասեր բոլոր քաղաքացիներին միավորվել այդ օրակարգի շուրջ եւ հնարավորինս շուտ կյանքի կոչել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։
Իսկ խորհրդարանում աշխատանքային վերջին օրը բավականին թեժ մթնոլորտում է անցնում։ Օրակարգի 28 հարցի մեծ մասը 26-ն արդեն քննարկել են նախորդ օրերին, կրկին լեզվակռիվներով, միմյանց խայթելով ու մեղադրելով։ Իսկ այսօր падգամավորների օրակարգում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցն է։ Սակայն նիստի ընթացքում այդ հարցին դեռևս հերթ չի հասել։ Ընդդիմությունը քննարկում է Հովանավանքում 3 տեղի ունեցած իրադարձությունները՝ մեղադրական ելույթներ, գնահատականներ ու որակումներ։ Ազգային ժողովի քննարկումից հատվածներ մեկ տեսաշարում առանց մեկնաբանության։ Երեքական ծակեց այդ հիմա շատ եք պաշտպանում, չէ՞, մի հատ կարգալույս դերդեր կա Ստեփա անունով։ Պարզվում է։ Ինչ։ Հա, Ստեփան, լավ։ Պարզվում է Կադիրովի մոլի երկրպագուն է։ Գնացեք, պաշտպանեք Կադիրովի մոլի երկրպագուին։ Գնացեք ու պաշտպանեք կարգալույց եղած Կադիրովի մոլի երկրպագուին։ Դուք անհատապես Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կարող եք գնալ, որտեղ ուզում է, ինչ ուզում է անի, արարողություն է ուզում անի, բայց երբեք եկեղեցական արարողություն չի։ Խնդրանքս ու կոչս մեր հայրենակիցներին, հավատավոր հայրենակիցներից որևէ մեկին չմոլորեցնեք, տանեք մեղ գործելու իբր պայմանական պատարագի մասնակից։ Երեք իմ գործընկերները ընդդիմադիր շատ էին ասում, որ քաղաքացիական պայմանագիրը հետևողական է, համաձայն չեմ իրենց հետ։ Հետևողական չեք, ներողություն եմ խնդրում, հետևողական չի քաղաքացիական պայմանագիրը, հետևողականը մեկ մարդ, Նիկոլ Փաշինյանը։ Դուք մի ձայնագրությունը, որտեղ ինչ-որ մեկ քահանա նախկին ասում է վեհապարը ինձ ասել է մայրիկիդ վերցրու գնա ցույցի։ Այդ դրվագով դուք քրեական հետապնդում եք, վարույթ եք հարուցել ամենայն հայոց վեհապարի նկատմամբ։ Ու ծաղրում եք եկեղեցւոյն հայտարարությունը, որ չի բան արել, չի անդրադարձել այդ դրվագին, բայց ասում է ձայնագրությունը ապօրինի է։ Ուզում եք մի դրվագով տեսնել որտեղ է, ոնց է երևում, որ դա քաղաքական հետապնդում է։ Իսկ դուք այս մի ձայնագրությունը հիշում եք։ Նիկոլ Փաշինյան, Արթուր Վանեցյան, Սասուն Խաչատրյան հերախոսազրույցի գաղտնալսման նոր ձայնագրությունը կալանավորել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, թե ոչ խոսակցության առաջին հատվածում վարչապետի պաշտոնակատարն ու ԱԱԾ տնօրենը քննարկում են հարցը, խոսում նաև Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցի շուրջ։ Վարչապետ, հիմա նայեք, Խաչատուրովին ուզում ենք տանենք կալանքի։ Խաչատուրովին ուզում ենք տանենք կալանքի, ԱԱԾ պետը վարչապետին։ Հիմա գիտեք ինչ եղավ այս ձայնագրության հետ։ Չէ՞ դուք վարույթ չառուցեցիք, որ ուզում ենք Խաչատուրովին կալանքի տանել, ԱԱԾ պետը Սասուն Խաչատրյան դա քննարկում է։ Վարույթը հարուցվեց, որ ձայնագրությունը եղել է ապօրինի։ Պատկերացնում եք, այտենց ոչ քաղաքական հետապնդում, երբ Փաշինյանին է վերաբերում։ Մի հատ էլ պարզ դրվագ ես ուղղակի կարամ ասեմ, այդ որ շոուով ներխուժում եք, այդ մարդկանց ուզում եք ծեփեք պոլին, չգիտեմ, դռները ջարդում եք, այդ մարդկանց Միքայել Աչապահյանին ծանոթում ուղարկել եք, որ ներկայանա, ու չի ներկայացել դրա մարեք վեհարան մտել։ Թե ուղղակի ուզում եք այդ շոուն ստանալ, ու ժողովուրդը անընդհատ այդ շոուների առավոտյան պիտի արթնանա այդ շոուների դրվագով։ Էդ է, հասկանում եք, ու ձեր մի քիչ սափրված լինելը, սրտի կանելը ձեզ ոչ ավտորիտար կամ ժողովրդավար չի սարքում, ժողովուրդ։ Այո, ժամանակները զարգացել են, 21-րդ դարն է, գուցե դուք Սադամ Հուսեյնի տեսք չունեք, այո, 37 թվի համեմատ մենք համացանց ունենք, բայց դուք դրանից ավելի ժողովրդավար չեք դարձել։ Էդվարդ Աղաջանյան, հմեկը այլևս մենաշնորհ չունի, մարդը կարա Facebook-յան լայվով, կարճ վիդեոյով իր տեսակետը արտահայտի, դուք դրա հետ բան չեք կարա անեք։ Բայց դրա համար հմեկով արցախցիների խոսակցությունը կոշիկի մասին ներկայացնում եք կաշառքի մասին խոսակցություն։ Ու ավտորիտար լինելու մասին ոչ թե սրտի կանելը, տենց ակուրատի հագնվելը, վկայում ավտորիտար լինել կամ չլինելու, այլ վկայում է իշխանության ամբողջական կենտրոնացումը մի ուժի ձեռքին, վկայում է ԲԴԽ նախագահին մեկ SMS-ով հեռացնելը, վկայում է այլակարծությունը երկրում ամեն կերպ ճշտելը, թե չէ կարա գաք հարյուրավոր սրտիկներ անեք, դրանից ոչ մի բան չի փոխվում։ Սակայն ընդդիմություն, իշխանություն, բանավեճի սահմաններից դուրս եկեղեցու դեմ արշավի երանգները խտանում են, դառնում ավելի վտանգավոր ու սպառնալից։ Միասնության թվեր նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի խոսքով հայ առաքելական եկեղեցու դեմ գործընթացները մտնում են վճռորոշ փուլ։ Իշխանությունն այն դարձրել է քաղաքական օրակարգ, որի նպատակն է պառակտել եկեղեցին եւ այն ենթարկել իրենց, կարծում է Անանյանը։
Այս քայլը վտանգավոր է ոչ միայն հոգևոր դաշտի, այլ ազգային անվտանգության եւ ինքնության պահպանման տեսանկյունից։ Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի քաղաքականության հիշողության կրողը, մեր լեզվի, մշակույթի եւ պետականության գոյատևման խարիսխը։ Նրա ինստիտուցիոնալ թուլացումը հավասարազոր է ազգային դիմադրողականության կորստին։ Արտաքին համատեքստն էլ առավել քան հստակ է։ Թուրքական աշխարհաքաղաքական մտածողության համար հայ առաքելական եկեղեցին եղել է եւ մնում է գլխավոր խոչընդոտը հայ ժողովրդի հոգևոր եւ մշակութային կլանման ճանապարհին։ Եվ այսօր, երբ օրվա իշխանությունը գիտակցաբար ներգրավվում է եկեղեցու դեմ ուղղված գործընթացներում, այն գործում է հենց այդ նույն տրամաբանության սահմաններում, հայ ժողովրդի պատմական պաշտպանական կառույցի ներսից ապամոնտաժման ճանապարհով։ Սա այլևս գաղափարախոսական կամ կուսակցական հարց չէ։ Սա մեր հավաքական գոյության, ազգային հիշողության եւ քաղաքակրթական դիմադրության հարց է։ Եկեղեցուն պաշտպանելը նշանակում է պաշտպանել այն հիմքերը, որոնց վրա կանգնած է Հայաստանը՝ իր հավատքով, իր պատմությամբ եւ իր արժանապատվությամբ։ Եկեղեցուն պաշտպանել նշանակում է պաշտպանել Հայաստանը։ Լռությունը այս դեպքում այլևս չեզոքություն չէ, այն համաձայնություն է սեփական ինքնության քայքայման հետ։ Երբ տեղի ունեցողը դիտարկում ենք ավելի մեծ պալիտրայի վրա, գույներն իրենց բոլոր երանգներով ավելի հստակ են դառնում։ Վահե Հովհաննիսյանի խոսքով իշխանությունը հասկանում է, որ այս պայմանում վերարտադրվելու շանս չունի ու գնում է այլ պայմաններ ձևավորելու ճանապարհով։ Նրա բոլոր արած ու անելիք քայլերը հնարավոր ու անհավանական շարունակությունները լինելու են ձերբակալությունների, հաշվեհարդարների, սոցիալական կաշառքի, սուտ խոստումների, արտաքին քաղաքական ավանտյուրաների, անսահման պոպուլիզմի տրամաբանության մեջ։ Մթնոլորտն է որոշելու ամեն ինչ, համոզված է Հովհաննիսյանը։ Հիմա պայքարը ոչ թե ձայների, սոցհարցման թվերի մասին է, այլ մթնոլորտի։ Ընտրությանը մթնոլորտը լրիվ այլ է լինելու։ Այսօրվանի հետ քիչ ընդհանրություններով իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները ցանկացած մեթոդով եւ արտաքին աջակցությամբ։ Մենք պետք է այսօրվանից պայքարենք, որ այդ պայմանները եւ մթնոլորտը լինեն իշահ մեզ։ Կարգախոսներ, համակարգեր, ակցիաներ, պրոցեսներ, դաշինքներ, քաղաքական բանաձևեր, ներքին եւ արտաքին լսարանի համար։ Այս ամենը պետք է միտված լինի երկրում մթնոլորտը փոխելուն։ Փոխեցինք պարտված ու հանձնված մթնոլորտը, նոր իշխանության ձևավորումը կլինի անխուսափելի։ Տեսնենք ինչ է կատարվում երկրի անվտանգային օրակարգում։ Խաղաղության խաչմերուկը Բահրեյնով կհասնի Բրյուսել։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցելու է Բահրեյնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կազմակերպած տարածաշրջանային անվտանգությանը նվիրված 21-րդ համաժողովին։ Այնուհետև Գրիգորյանը մեկնելու է Բրյուսել Rasmussen Global Consulting ընկերության կազմակերպած խաղաղության խաչմերուկ նախագծին նվիրված համաժողովին մասնակցելու համար։ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սաիբա Գաֆարովան է անդրադարձել Ժնևում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը, բայց ի տարբերություն հայ գործընկերոջը, որը զրույցը որակել է շատ ջերմ եւ դրական, Գաֆարովան հանդես է եկել ավելի պրոտոկոլային հայտարարությամբ։ Հանդիպման ժամանակ խոսել են Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար կատարվող աշխատանքի կարևորության մասին, ասել է Գաֆարովան։ Ի դեպ, Վաշինգտոնյան համաձայնության համատեքստում ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հետ ապագա հարաբերությունների համար ճանապարհային քարտեզ է մշակում։ Անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին, հայտարարել է, որ ավագ Բուշից ի վեր բոլոր նախագահները հետապնդել են խաղաղության սեփական նախաձեռնությունները, փորձելով գտնել խնդրի լուծում, բայց բոլորն էլ ապարդյուն են եղել։ Ես տարածաշրջան այցելեցի այս տարվա մայիսին, Թրամփի վարչակազմի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների կեսին։ Այդ ժամանակ խաղաղությունն անշուշտ երաշխավորված չէր եւ բանակցությունները դեռևս փխրուն էին։ Տասնամյակներ տևած հակամարտությունը վնասել էր երկու երկրների միջև վստահությունը, եւ չնայած բանակցություններն առաջընթաց էին գրանցում, դրանք դեռևս լիովին ավարտված չէին։ Համաձայնագիրն այս գործընթացի վերջը չէ, այլ առաջարկում է ապագայի համար ճանապարհային քարտեզ։ Այն ուրվագծում է խաղաղության սկզբունքները, երկու կողմերի ստանձնած պարտավորությունները եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դերը որպես գործարքի երաշխավոր։ Արդեն մի քանի անգամ երկրի ու միջազգային կարևոր ամբիոններից գործող իշխանության ղեկավարն ու անդամները գերիներ բառի փոխարեն նախընտրում են գործածել պահվող անձին կեզրույթը։ Փորձեցինք միջազգային իրավունքի մասնագետ փաստաբան Արամ Օրբելյանի ճշտել պահվող անձին արտահայտությունը։ Իրավական առումով ճիշտ է կիրառելը, թե ոչ։ Օրբելյանի խոսքով իրավական տեսանկյունից գերիները թշնամու իշխանության ներքո անցած զինվորականներն են, բայց Ադրբեջանի իշխանության ներքո կան նաև քաղաքացիական անձինք։ Հետևաբար իրենց պետք է ներառել պահվող անձանց խմբի մեջ։ Ավելին, պահվող անձանց մի մասին կարելի է որակել նաև որպես պատանդ, պատանդառության կոնվենցիայի տեսակետից։ Այսինքն պահվող անձինք տերմինի գործածումը դժվար է որակել սխալ կամ ճիշտ։
Խաղաղության օրակարգի համատեքստում Երևան էին ժամանել մի խումբ ադրբեջանցի փորձագետներ, ինչ որ պատահականությամբ խմբում էր հայտնվել երբեմնի էկոակտիվիստը, որը փակել էր Բերձորի միջանցքը իրենց բնորոշմամբ հանուն բնության պաշտպանության։ Մարդիկ փորձում են հասկանալ, ինչպես է ադրբեջանցի երբեմնի ակտիվիստը հասել Երևան ու հայտնվել ոչ ավելի ոչ պակաս անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ մեկ սեղանի շուրջ։ Արցախը Հայաստանին կապող ճանապարհին էկոակտիվիստ ձևացած կանանցից է։ Ստում է, թե կարող էին շտապօգնության մեքենաներն ու բժշկական օգնությունները անխափան մտնել ու դուրս գալ Արցախից։ 10 ամիս տևած շրջափակման ընթացքում մարդիկ զրկված էին սնունդից, էլեկտրաէներգիայից, գազամատակարարումից, իսկ հիվանդանոցներն աշխատում էին օր-օրի սպառվող դեղամիջոցների պայմաններում։ Հայաստան եկած կեղծ էկոակտիվիստը ցավի նոր չափաբաժին է փոխանցել արցախցիներին։ Ադրբեջանցիները հայկական մամուլում շրջանառվող գնահատականներին ի պատասխան սատարող գրառումներ են արել Դիլարա Էֆենդիևային հերոս կոչելով։ 2 տարի անց կեղծ էկոակտիվիստը ադրբեջանցի գործընկերների հետ Հայաստանում է։ Նրա եւ մյուս ադրբեջանցիների հետ քննարկել են խաղաղ գործընթացի հեռանկարները, հումանիտար հարցերը, տնտեսական գործակցության հնարավորություններն ու վստահության ամրապնդման ուղիները։ Հանդիպմանը ներկա Բորիս Նավասարդյանի խոսքով ծանոթ են այդ կնոջ գործունեությանը, որին Երևանի մամուլի ակումբի հրապարակումներով անդրադարձել են բազմիցս։ Մեզ համար այն է, որ այն ինչ մենք խոսել ենք, հնարավորինս համարժեքորեն եւ լսելի ձևով փոխանցվի ադրբեջանական պաշտոնական կառույցներին։ Կարևոր է համարում նման հանդիպումները Նավասարդյանը կարող են ուղերձներ փոխանցել Բաքվին։ Մեզ համար այն է, որ այն ինչ մենք խոսել ենք, հնարավորինս համարժեքորեն եւ լսելի ձևով փոխանցվի ադրբեջանական պաշտոնական կառույցներին։ Ադրբեջանական եւ հայկական կողմի հետ հանդիպմանը մասնակցել են նաեւ Արեգ Քոչինյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանն ու Սամվել Մելիքսեթյանը։ Ադրբեջանական կողմից Ֆարհադ Մամեդովը, Ռուստիֆ Հուսեյնովը, Ռամիլ Իսքանդերլին, Քամալա Մամեդովան եւ Դիլարա Աֆանդիևան։ Նրանք հանդիպել են նաեւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ եւ հաստատել պատրաստակամություն շարունակելու համատեղ նախաձեռնությունները ուղղված տարածաշրջանային կայուն խաղաղության հաստատմանը։ Այսօր Իջևան Շամշադին ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի պատճառով 11 անձ հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոն, ստացել են անհրաժեշտ բուժօգնություն։ 10 տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ, մեկի առողջական վիճակը ծանր է։ Ներքաղաքային թեմաների մասին աշնանային արձակուրդներին Երևանը կարծես այլ շնչով է ապրում։ Փողոցներում ավելի քիչ մեքենա կա, խցանումներ էլ գրեթե չկան։ Բայց այս հանգիստը ժամանակավոր է։ Խցանումները նորից կսկսվեն դպրոցները բացվելուն պես։ Քաղաքային երթևեկությունը շարունակում է մնալ ամենաքննարկվող խնդիրներից մեկը, հատկապես դպրոցների հարակից տարածքներում։ Քաղաքապետարանը փորձել է լուծում գտնել դպրոցական դասերը սկսելով 15 րոպե շուտ, սակայն կրթության փորձագետներն ու քաղաքացիները տարբեր կարծիք ունեն։ Արդյոք դա իսկապես օգնեց, թե խնդիրը ավելի խորացավ։ Գործընկերս է անդրադարձել թեմային։ Աշնանային արձակուրդների օրերին Երևանը կարծես շնչում է ավելի հանգիստ։ Առավոտյան խցանումները քիչ են, երթևեկությունն էլ ավելի ազատ։ Պատճառը պարզ է։ Ծնողները չեն շտապում երեխաներին մեքենայով դպրոց հասցնել։ Ուսումնական տարվա սկզբին քաղաքապետարանը խցանումները թեթևացնելու համար որոշեց Երևանի դպրոցներում դասերն սկսել 15 րոպե շուտ։ Սակայն կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի կարծիքով այդ քայլը սպասված արդյունք չի տվել։ Ուրեմն ընդհակառակը եւ կենտրոնի ծանրաբեռնվածությունն է մեծացել եւ ուրեմն առավոտյան խցանումները ավելի շատ են։ Այսինքն սա հերթական հակառակ ուղղված առաջարկությունն է, որը ոչ կշռադատված է, ոչ հետազոտված է, ուղղակի ինչ որ մեկի առաջարկությունն է, որը իհարկե այդպես էլ որևէ ձևով չի ազդում։ Բայց քաղաքապետարանը պնդում է, որ որոշումն արդյունավետ է։ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն ասում է, տարբեր ուսումնասիրություններ են արել արդյունավետությունը հասկանալու համար։ Մասնավորապես Yandex Armenia գործընկերների հետ խցանումների բալային ցուցիչներն են ուսումնասիրվել նախորդ տարվա ժամանակահատվածի եւ այս տարվա ժամանակահատվածի հետ եւ այս փոփոխությունները իր ազդեցությունն ունեցել, իհարկե որոշ չափով շատ չեն, բայց դրական դինամիկա կա։
Մինչ քաղաքապետարանը փորձում է դրական դինամիկան մեծացնել, քաղաքացիները սկսել են պատճառահետևանքային կապերը գտնել, նույնիսկ լուծումներ առաջարկել։ Լայն արձագանք է ստացել Facebook-ի օգտատեր Հայկ Թորոյանի գրառումը։ Դպրոցների տարածքում դասերից առաջ եւ հետո պարզապես անհնար է մարդկանց ոտքով տեղաշարժը։ Մի պահ կանգ առա Դավթաշենի դպրոցներից մեկի տարածքում եւ ծանոթ անծանոթներին ուսումնասիրելով հասկացա, որ այժմ ծնողների մեծ մասը ցուցադրելու համար են իրենց երեխաներին մեքենաներով դպրոց տանում, հետո 10-15 րոպե սպասում ու տուն տանում։ Արդյունքում դպրոցների տարածքներում մեծ խցանումներ են ստեղծվում։ Նայում ես ծնողին, գիտես, իր տունը դպրոցից 50, 100 կամ 300 մետր է այն կողմ, բայց չէ, ոնց կլինի։ Իր երեխան պետք է մեքենայով դպրոց, մաման պետք է մեքենայով գա տանի տուն, որ երեխան էլ դասարանի մոտ հաճախ գլուխ գովա, որ իր մաման արտասահմանյան մեքենա է վարում, որ ինքը մի մետր չի քայլում։ Այս թեմային արձագանքել է նաև 4 երեխաների հայր Արսեն Սուլթանյանը, որը հիշեցրել է. շատ երկրներում դպրոցական ավտոբուսները վաղուց են լուծել այս խնդիրը։ Նրա խոսքով նույն մոդելը կարելի է կիրառել նաև Երևանում։ Օրինակ Շիրակացու ճեմարանն արդեն արդյունավետ կազմակերպում է նման երթուղիներ։ Ես գիտեմ, որ նույնիսկ դպրոցներ կան հանրակրթական, որ իրանք էլի տնօրենի նախաձեռնողականության շնորհիվ ունեն ավտոբուսներ, եթե չեմ սխալվում, երկրորդ զանգվածում նման դպրոց կա, չինական դպրոցն է կարծեմ։ Եթե դպրոցի տնօրենը կարողանում է կազմակերպել իր տնտեսությունով, հա, դպրոցական բյուջեով նման բան, ինձ թվում է, եթե կենտրոնացած կազմակերպվի, հնարավոր է լրի, որ դպրոցները ունենան ավտոբուս։ Ու ստեղ հանրակրթական դպրոցների մակարդակում իհարկե պետական ձևով պետք է լուծվի, մասնավորների դեպքում ինձ թվում է քաղաքը պետք է որոշակի խրախուսական մեխանիզմներ կիրառի, ամեն սկզբի ժամանակահատվածում, որ մասնավոր դպրոցները գնան դրան։ Նմանատիպ մոդել հնարավոր է արդյոք կիրառել նաև մեր երկրում։ Փորձեցինք պարզել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնակատարից։ Ինչ վերաբերում է առաջարկին, առաջարկի մասով միանշանակ կարելի է քննարկել ուսումնասիրություն անել, բայց այս բանը, որ ասեմ, պատրաստի լուծումներ կան, որ ընդունելի կլինի հասարակության եւ ծնողների համար, կդժվարանամ, սա բավականին քննարկումներ է պետք դրա հետ կապված արվել, որպեսզի այնպիսի լուծման անգել, որ խնդիրը բավարարի բոլորի համար։ Այդուամենայնիվ, մեկ տարվա ընթացքում Երևանի տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է մոտ 12,000-ով, իսկ դա արդեն լուրջ ճնշում է մայրաքաղաքի երթևեկության վրա։ ԱՄՆ-ն չի հրաժարվում նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդիպումից, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարոլին Լևիտը։ Նրա խոսքով հանդիպումը շարունակում է մնալ օրակարգում, սակայն կկայանա միայն այն պայմանով, որ այն ունենա շոշափելի արդյունք։ Իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջի Դի Վենսը եւ Մերձավոր Արևելքի հարցերի ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կոչ են արել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ապահովել համաչափություն Պաղեստինյան Համասի ենթադրյալ խախտումների նկատմամբ ցանկացած արձագանքում Գազայի հատվածում հրադադարը պահպանելու համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան անում է ամեն ինչ Գազայում հրադադարն ապահովելու համար։ Նա ընդգծել է, որ Համասը պահպանում է հրադադարը եւ բացահայտ արտահայտել իր վճռականությունը։ Այդուամենայնիվ Իսրայելը շարունակում է խախտել հրադադարը։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Վլադիմիր Պուտինն արձագանքել է իր հետ հանդիպումը չեղարկելու Թրամփի հայտարարությանը։ Ամենայն հավանականությամբ խոսքը հանդիպումը հետաձգելու մասին է, ասել է նա։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների կողմից Կիևին տոմահավ քրթյուրների հնարավոր մատակարարմանը, Պուտինն ասել է. Ռուսաստանի տարածքում հարվածներին մեր պատասխանը կլինի շատ լուրջ, եթե ոչ ցնցող։ Թրամփը նախորդին չեղարկել էր ռուս գործընկերոջ հետ հանդիպումը։ Ես զգացի, որ անտեղի է Պուտինի հետ հանդիպում ունենալը, ուստի չեղարկեցի այն, ասել էր նա։ Կարծում եմ ժամանակն է Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցներ կիրառել, հույս ունենալով, որ դրանք չափազանց երկար չեն մնա։ Ամեն անգամ, երբ ես խոսում եմ Վլադիմիրի հետ, մենք լավ զրույցներ ենք ունենում, բայց հետո դրանք ոչ մի տեղ չեն տանում, ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։
Թրամփը նոր ռեկորդ է գրանցել։ Այս անգամ իջնախագահության 2 ժամկետների ընթացքում կառավարության գործունեության մասնակի դադարեցման, շաթդաունների ընդհանուր տևողության առումով։ Իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում կառավարությունը մասամբ փակ է եղել 36 օր, իսկ այժմ արդեն 22 օրից ավելի։ Ընդհանուր տևողությունը 57 օր է։ Նախկին ռեկորդը 56 օր սահմանել էր Միացյալ Նահանգների 39-րդ նախագահը, դեմոկրատ Ջիմի Քարթերը։ Մոտավորապես 1.400.000 պետական ծառայող կամ արձակուրդի է ուղարկվել կամ աշխատում է առանց վարձատրության։ Շաթդաունի պայմաններում շարունակում են աշխատել միայն նրանք, ովքեր ապահովում են կյանքի եւ գույքի պաշտպանությունը, այսինքն բժիշկներ, զինծառայողներ, ինչպես նաեւ նախագահը եւ կոնգրեսի անդամները։ Շաթդաունի պատճառը 2 կուսակցությունների սենատորների համաձայնության չգալն է բյուջեի նախագծի շուրջ։ I don't think we're going to necessarily ask for a declaration of war. I think we're just going to kill people that are bringing drugs into our country. Okay? We're going to kill them. You know, they're going to be like dead. Թրամփը խոստացել է սպանել բոլորին, որոնք թմրանյութեր կմատակարարեն Միացյալ Նահանգներ։ Կարծում եմ, մենք ուղղակի կսպանենք մարդկանց, որոնք թմրանյութեր են բերում մեր երկիր։ Հենց այդպես մենք նրանց կսպանենք, նրանք կմեռնեն, ասել է նա։ Միացյալ Նահանգները վերջին շրջանում բազմաթիվ նավեր է ոչնչացրել, որոնք ըստ Թրամփի թմրանյութեր էին տեղափոխում Միացյալ Նահանգներ։ Հրապարակվել է Լուվրի կողոպուտից նոր տեսանյութ։ Այն ցույց է տալիս, թե ինչպես են ենթադրյալ գողերը փախչում օդային սանդուղքով։ Լուվրի կողոպուտը տեղի է ունեցել անցած կիրակի։ 4 գողերը պատոհանից ներս էին մտել թանգարանի Ապոլոն սրահ եւ տարել թագավորական զարդեր։ Դա անելու համար նրանցից պահանջվել էր ընդամենը 7 րոպե։ Վնասը գնահատվել է 88 միլիոն եվրո։ Գողացված զարդերն ապահովագրված չեն եղել։ Հանցագործների որոնումները շարունակվում են։ Ֆրանսիայի արդարադատության նախարարը նախկինում կողոպուտն անվանել էր ծախողում երկրի համար։ Սարկոզի շան որդի վեր կաց, դու սպանեցիր Մուամար Քադաֆիին։ Ֆրանսիայի Սանտեի բանտից տարածվում են տեսանյութեր, որտեղ լսվում են վիրավորական վանկարկումներ ուղղված Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին։ Նրա անվտանգության ապահովման նպատակով շուրջօրյա հսկողություն է սահմանվել բանտում։ Հիշեցնենք, Սարկոզին դատապարտվել է հնգամյա կալանքի իր նախագահական քարոզարշավի համար Լիբիայից ֆինանսավորում ստանալու համար։ Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է մարդակերպ Optimus ռոբոտների միլիոնանոց բանակ ստեղծելու ծրագրերի մասին։ Նշվում է, որ ռոբոտների լիարժեք արտադրությունը կսկսվի 2026 թվականի վերջին։ Նոյեմբերին Տեսլայի բաժնետերերը կքվեարկեն տնօրենների խորհրդի առաջարկի օգտին։ Մասկին հաջորդ 10 տարիների ընթացքում $1 տրիլիոն վճարելու վերաբերյալ։ Գործարքը նաև Մասկի բաժնեմասը Տեսլայում 13%-ից կհասցնի մինչև 25%։ Սակայն Մասկն այս գումարը կստանա միայն այն դեպքում, երբ հասնի պահանջվող ցուցանիշներին։ Զարա Սարգսյան, ABC Media։ Այս ժամի թողարկման համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել ABC Media-ին սոցիալական բոլոր հարթակներում, YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում ու Instagram-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Այժմ դիտենք ABC ինտերվյու հաղորդաշարի հերթական թողարկումը, իսկ ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը։ Ես կարող եմ վստահ ձեզ ասել, պատմել եմ շատ լավ ընկեր Սուրեն Գրիգորյանը, որ Չեչնիայում հարակրթական դպրոց է մտնում ու տեսնում է Նժդեհի պատկերը։ Հարցնում է, ասում է, ինչ է գրված իրենց լեզվով, ասում է Նժդեհի ասույթներից որևէ մեկը, այսպես գրված եւ Նժդեհի նկար։ Ասում է, բայց ինչու Նժդեհ դուք ուրիշ ծերը ասում է, գիտեք, ինչքան ենք փնտրել ռազմական կամ զինվորական, չգիտեմ, փիլիսոփա, որ իր ասույթն ունենանք ու չենք աշխարհով են փնտրել։ Նժդեհը եղել է եզակի մի բան։ Բայց դու այդքան որ սիրես քո երաժշտությունը, ո՞նց կարող քո երկիրն ու հայրենիքը չսիրես։ Մարդիկ ասում են հայրենիքն ինչ բան է, հողակտորա, որ այդպես չի։ Հայրենիքի մեջ կա մի նվիրական բան, որ երևի խոսքով էլ ոնց մեկ ասի ինչ բան է սեր ու դու սկսես ինչ որ բանաձևեր տալ։ Հայրենիքը դա ախր մայր հայրենիք մի հատ նայեք այդ արտահայտությունը, համ հորն ես խառնում, համ մորը դրանց քաղցր բան կա։ Ես ճանաչում եմ երկու սրբազաններին էլ, շատ հարգում եմ իրենց մարդկային կերպարը, իրենք փոքրուց են եղել, ես բարգած սրբազանին ինքս չի հիշում, շատ, ես ուսանող էր Սևանի ճեմարանում, գալիս էր, մի երկու անգամ տեսել եմ և ըմբոստ կերպար էր, ըմբոստ կամ
արժանապատիվ կեցվածք ուներ։ Դրա համար նա Կանադայի թևում երկար չմնաց, որովհետև մեծահարուստները Կանադայի մի խմբակ որոշել էր, որ սրբազանին պիտի մի 2 կոպեկ փողի դիմաց ծառայի մեծահարուստների ոչ։ Սրբազան պիտի ծառայի հայ առաքելական եկեղեցուն եւ ինքը պիտի թելադրի արժեքներ։ Պարոն Եկեկյան, բարև ձեզ։ Ազար բարի։ Շնորհակալ եմ, որ մեզ հյուր եք եկել։ Ես շատ երջանիկ եմ, որ եկել եմ ձեզ հյուր։ Լավ։ Պիտի ասենք լավ, որ լավ լինի, եւ պիտի ասենք Փառք Աստծո, որ այսպես մնա ու լավանա։ Չվատանա։ Պարոն Եկեկյան, այ օրեր առաջ Երևանի օրն էին նշում կամ տոնը, չգիտեմ, ճիշտ ձևակերպումն ինչպես է։ Այ ուզում եմ Երևանի մասին խոսեինք։ Այդ Երևանի օրը տոնում էին։ Հա, Երևանի օրը տոնում էին։ Տոներն էլ ինչ-որ հետաքրքիր ձևով էր տոնվում եւ այդպես այդ հոլովակները անդադ շրջանառվում են համացանցում, թե ինչպես էին տոնում, քեֆ ենք անում, ուրախանում ենք, բան, այդ մակարդակով էր մոտավորապես։ Բայց հիմա այդ տոնի մասին, տոնելու մասին չեմ ուզում խոսենք, այլ երևանյան մշակույթի։ Ձեր կարծիքով այդ երևանյան մշակույթը այսօր Երևանում կա, քաղաքացի լինելու մշակույթը։ Ինչ կասեք, եւ ինչ խնդիրներ ունի Երևանը այսօր ձեր կարծիքով։ Հասկանանք երևանյան մշակույթը որն է, ինչով է տարբերվում կամ ինչ քաղաքային մշակույթ է։ Ես Երևանում եմ ծնվել, բայց ես բոլորովին չեմ ասում, որ ես երևանցի եմ, ես հայ եմ։ Ես հայ եմ եւ դրա համար ես ինձ լավ եմ զգում թե Գավառում, թե Սյունիքում, թե Արցախում, թե որտեղ ասես։ Ես ինձ լավ եմ զգում, որտեղ ես այս հողի մի փոքրիկ մասնիկ եմ ինձ զգում եւ այս ժողովրդի մի փոքրիկ բջիջ եւ որ ժողովրդի այն ժողովրդի, որ կերտել է մեր հայոց պատմությունը, սկսած գնանք հերու Հայկ Բելով, Դավիթ Սասունցի Դավիթով մեծ մերով, Վարդան Մամիկոնյաններով, Նժդեհներով, Անդրանիկ Զորավար, Չաուշ, Կոմիտաս, Մեծարեն, Սիամանթով, կարող ենք թվենք, հանճարեղ երևույթներ են, համաշխարհային մեծություններ են եւ եթե չլինենք այսպես փոքր մենք եւ ինքնամփոփ ժողովուրդ, իրենք շատ մեծ ճանաչում կունենային միջազգային, ինչպես Նարեկացին, որոնք դառնում են տիեզերական սուրբեր եւ այլն։ Ավելին ասեմ, հիմա կարող է ասեն, հա լավ, պոետները ոնց որ Չարենց Թումանյան, Մեծարենց Վարուժան, եթե Սիամանթո եւ այլն Ռուբեն Սևակ, եթե իրենք լեզվի թարգմանվեին, մեկ է, մենք փոքր ենք ու ամեն մի լավը պետք է բրթենք առաջ, բայց այդ լեզուն խանգարում էր, բայց մնացածին ինչ, օրինակ ես կարող եմ վստահ ձեզ ասել, պատմել եմ շատ լավ ընկեր Սուրեն Գրիգորյանը, որ Չեչնիայում հանրակրթական դպրոց է մտնում ու տեսնում է Նժդեհի պատկերը, հարցնում է, ասում է, ինչ է գրված իրենց լեզվով, ասում է Նժդեհի ասույթներից որևէ մեկը, այսպես գրված եւ Նժդեհի նկար, ասում է, բայց ինչու Նժդեհ դուք ուրիշ ծերը բան, ասում է, գիտեք ինչքան ենք փնտրել ռազմական կամ զինվորական, չգիտեմ, փիլիսոփա, որ իր ասույթն ունենանք ու չենք աշխարհով են փնտրել։ Նժդեհը եղել է եզակի մի բան, ոնց որ երաժշտության մեջ մեզ համար Կոմիտասը մեծություն է, այդպես Նժդեհը մեզ համար փիլիսոփական, ազգային, այնչու չէ ռազմական, բայց ինքնապաշտպանական, նա երբեք չէր մտքի բան եւ պայքարին երկրպագելու մի բան եւ նա խոսքը նաեւ գործ է, դու շատ կարող ես շատ գրել, բայց դու պարտավոր չես դա իրականացնել։ Եվ նա կարող է լավ կռվեր, ոնց որ Անդրանիկ Զորավարը, ոնց որ Դրոն, բայց ոնց է եկեք մեր օրերը, Լեոնիդ Ազգալյանը, հա, Մոնտեն, Թաթուլ Կրպեյանը, այսինքն կարող է, բայց սա մեկտեղվել է։ Բայց սա, տեսեք, ասում եմ, աշխարհով փնտրել ենք, չենք գտել։ Շատ բանի այդպես կարող ենք մոտենալ, չեմ ասում, մենք Արամ Խաչատրյանն մենք աշխարհը չունի, չէ, աշխարհում շատ արտակարգ կոմպոզիտորներ կան, բայց մենք էլ մտանք
Մեկուզ Արամ Խաչատրյանը։ Եվ հետո Արամ Խաչատրյանով մտնել ինչ է նշանակում։ Արամ Խաչատրյանի երաժշտության հիմքը, որքանով ես եմ զգում, դա հայկական ժողովրդական երաժշտություն է։ Բայց այն ամենայնիվ իր միջով անցած կարող է վատ անցնել ու միշտ։ Այսինքն ամեն տեղ մենք նկարիչներ, ճարտարապետներ, գիտնականներ, անթիվ անհամար մենք ունենք մեծություններ։ Այս խոսում ես ժողովրդի մասնիկ եմ կազմում, ոչ թե որտեղ ես իմով եմ, այլ այս իրենց ես համարում եմ հայ ժողովուրդ։ Աշխատասեր, նպատակասլաց, տաղանդավոր, մարդիկ, եթե 3-ը չեղավ, ոչ բանի չես ասնի։ Նախ տաղանդը պիտի աստծուց ունենան, հողից ստանան, աշխատասիրությամբ զարգացնեն եւ նպատակասլությամբ այն արվեստը, այն ասպարեզը, այն գիտությունը, որ իրենք տանում են առաջ, պիտի կարողանան անցկացնեն աշխարհով մեկ դեպի համամարտկային դարձեն արժեք։ Դրա համար ես այսպես քաղաքային մշակույթ ինձ եթե այսօր վերցնեմ մեր քաղաքային մշակույթը, ես կարող եմ ասեմ ճարտարապետության մեջ Թամանյանը մշակույթ մտցեց, քաղաքաշինական։ Ես չեմ ասում ճարտարապետական, շատ մենք լավ ճարտարապետներ ունենք ու դեռ կունենանք, որտեղ չի կարող ազգը բրծնի մի կողմի վրա, ավարտվի վերջնա։ Եվ շենքերը շատ գեղեցիկ, բայց ես դրա մասին չեմ ասում, նա քաղաքաշինության հիմնադիրն էր, Երևանի քաղաքային հատակագծի հիմնադիր, հա, հեղինակ։ Ինչ ենք սարքել մենք այս քաղաքը, մենք այնքան անտաղանդ գտնվեցինք, որ չհասկացանք, որ պետք է տարածվենք կենտրոնից դուրս, սարքենք մեր բարձրահարկ շենքերը եւ մենք տեսնենք համեմատենք հինն ու նորը, բերել ենք բարձրահարկ 22 հարկանի շենքերը, խցկել ենք անչափ եւ ագահ մարդիկ, անհատներ, ամեն քառակուսիմետր շատ թանկ է, չէ՞, Երևան, ես ծանոթ գիտեմ, որ ասում է ես միայն կենտրոնում եմ կառուցապատում։ Որտեղ թանկ է կենտրոնը, չէ՞։ Այսինքն այդ ներուժը, որ ես պիտի դնեմ ու ստանամ պայմանական թիվ եմ ասում, մեկը 5-ի, ես չի դնեմ ուրիշ տեղ, որ ստանամ մեկը 1-ի կամ մեկը 2-ի, չէ՞։ Բայց ուր է մեր միտքը, ուր են մեր ճարտարապետները, ուր է մեր ճարտարապետների միության միությունը, որ ճարտարապետներով ոտքի կանգնեն, ասել քաղաքը մի ապականենք։ Դուք փորձում եք որևէ կետից, ուզում եք հեռուստատեսության աշտարակից, բարձրահարկ շենքերից, մասիվից, տարբեր տեղից մեր քաղաքին նայեք, էլի։ Նայելու բան չի, ինչքան հեռու ենք սիրուն։ Մոտիկից նայելու բան չի։ Շատ ծանոթ բան եք ասել, որովհետև մեր շենքն էլ ամբողջովին շրջապատվել է բոլոր կողմերից։ Մենք կենտրոնում ունենք շենքեր, ես հիմա չեմ ուզում օրինակ բերել, որովհետև շատ մտավորականներ են դա անում, որ շենքի մուտքերը վերցված են, շենքի մուտքերի կպցրել են իրենց բիզնեսին, այսինքն կամարներ կան, որոնցով արդեն հրշեջ մեքենան չի մտնի, եթե մի կերպ մտնի, չի կարողանա պտտվի, իսկ հրշեջը ինչու է այդքան կարևոր եւ որովհետեւ կրակը վարկյանների ընթացքում է տարածում, դրա համար հրշեջին ամենամեծ ճանապարհ, բոլորը կանգնում են, չէ՞, շչակով եւ այլն։ Դուք մինչեւ այդ արանքով մտնի, կտևի մի 10 րոպե, որ պատելին չտա իրեն, իսկ մտնելուց հետո ոքի չկարողանա պտտվի, որ հասնի այրվող շենքին։ Դուք ես ամեն անգամ ասում, աստված չան այստեղ հանկարծ հրդեհ լինի։ Բայց բացի անվտանգությունից, տեսքը եւ մենք ոնց որ ապրում ենք, այդպես էլ հանձնում ենք հողին։ Մեր գերեզմանները լաբիրինթոսներն են, ուղղակի բացի երկնքի տակից պիտի մեծ ունակություններ ունենած մագլցելու, որ հասնես, ասենք, հարազատի գերեզման կամ ծանոթի գերեզման։ Սա մենք ենք այսօր։ Գոնե խորհրդային տարիներից հետո, մինչև էլ արդեն գերեզմաններում ընդվզումները սկսել էին, իսկ խորհրդային տարիներից հետո ուղղակի ճարտարապետությունը, այսինքն քաղաքաշինությունը մեր դարձել էր անբռնած ոսով ինչ ուզում աներ։ Ուժը թերիքում է, փող ունես, դուր, նա էլ փողն առնում է, քան սոված է եւ խիղճ չունի, որովհետեւ գիտեք ինչ կարող ես վատ երաժշտություն գրել, վատ գիրք գրել, վատ համերգ տալ, կանցնի կգնա, սա մնայուն մի բան է ճարտարապետությունը։ Վերջ, սա մենք ենք մեր վերջին 30-40 տարում։ Դե վայելեք դուք եւ ձեր տեսքը։ Եվ երբ որ մեկը ինձ ասում է Երևանում ման քաղաք սիրուն չկա, կեղծավորություն։ Դուք եղել եք Բիլբաոյում, դուք եղել եք 5 քաղաքների մասին, ասում Պրահայի կենտրոնում, Ռիգայի կենտրոնում, Տալինի կենտրոնում, դուք եղել եք Հոլանդիայի գեղեցիկ փոքրիկ քաղաքներում, Գերմանիայում, Բրեմենում, ո՞ց է ձեր Երևանը գեղեցիկ, ինչով է գեղեցիկ։ Եվ այդ ծանոթ են տանում եւ թերությունների մասին ասում։ Կարծում եմ պետք է մեր ուսանողներին ճարտարապետական բաժնի ասել Երևանը վերևից ցույց տալ,
Ոսել էսպես մի կառուցեք։ Եթե ինչ-որ մի գծեր էլ մնացել են, ապա դա Թամանյանի գծած գծերն են, որոնց կորվում են ինչքան կարողանում են։ Քանդում են բոլոր պատմական հուշարձանները։ Դուք պատմությունը ո՞նց ես վերացնում։ Ու ասես փոշոտ քարեր են։ Ոյ քեզ բան։ Դետակի բան ասացիք, որ պայքար է սկսել մեր մշակույթի դեմ եւ դա ամեն ոլորտում նկատելի է։ Լինի դա ճարտարապետություն, լինի դա պատմություն, լինի դա, չգիտեմ, արվեստ, կարծես դա ինձ թվում է, երեք խորհրդային տարիներին մենք ունենք լուրջ խնդիրներ։ Ես մեծացել եմ պիոներական երգերով կամ հետո ավելի ուշ Շայինսկին եւ իր նմանները այդ տիպի կոմպոզիտորներ սկսեցին երգ գրել, հանձնարարություն եկավ վերևից ներքև, որ պիտի գրեք լավ ուրախ երգեր մուլտիկների եւ մարդկանց երեխաների համար ու լավ երգեր կան, շատ լավ, բարին քարոզող, բան, ասենք, լիքը, էլի կան։ Մուլտֆիլմերն էլ են այսինքն դեպս շրջանի։ Եվ սա որ բարի քաղաքացի ունենաս, դա կատաղած քաղաքացին ո՞վ պետք։ Նա վաղը, ես միշտ ասում եմ, մի ջղայնացեք է ժողովրդի, նա վաղը բռնել է ձեր հետևից։ Դու որ շանը չես դաստիարակում, այ որ ախանում ես մի օր սրա վրա հաչում է հնարավոր, վերջը մի բռնելու է քո նուրբ տեղերից։ Հիմա խորհրդային միությունը իր գաղափարախոսությունը այդ առումով շատ լավն էր ամեն երեխաների համար, ամեն լավը երեխաներին փորձում էին, բայց դա իմ ազգայինը չէր։ Դա եկել էր ոչ միայն փոխարինելու, այլ հետին պլան տանելու իմ, որպեսզի ինձ իմ ակունքներից կտրի եւ կտրեց եւ չկտրեց շնորհիվ մեր պոետների, մեր բանաստեղծների, մեր գրողների, որոնք հայաշունչ բանաստեղծներ էին։ Մենք ուստեր իրանք երիտասարդ էին, ապրում են, բայց մեզ համար Սևակը, Շիրազը, Էմինը, հետո Վահագն Դավթյանն ու Համոսայանը, Ռազմիկ Դավոյանը, հա, իրենք մեր ազգային երակների մեջ ազգային արյուն, ազգային հոգի, մեր հոգիների մեջ սեր ասում։ Անկախությունից հետո ինչու այդ ամենը չզարգացավ։ Երբ այսօր բայց ասեմ խորհրդային տարիներին արդեն չկար, բայց անկախության տարիներին դռները բացվեցին եւ ինչ աղբ կա լցրեցին ներս։ Դրա համար ես ասում եմ այս պարտությունը մեր պատերազմի, սա պարտություններ նաեւ ձեր վերջն է։ Մենք պարտվել էինք մշակույթի դաշտում։ Շատերն էին ասում մտավորականներից, արվեստագետներից, շատերը գուցե շատ ասեցի, քչերն էին ասում, բայց դրանք շատ էին ասում, որ մեր մշակութային սահմանները պահեք, ինչ պիտի լինի, իրենք չեն հասկանում, որ մենք, ես չեմ նեղվում, վաղը արաբական երաժշտություն հնչի, չգիտեմ, ճապոնական, հնդկական, ֆրանսիական, դա ինչպես պետք է արվեր, պարոն Հակոբյան, հիմա կասան պահելը սահմանները նախ կրթության միջոցով։ Ինձ համար հիմքերի հիմքը կրթությունն է, դրա համար ես սկսել եմ իմ գործունեությունը որպես մանկավարժ։ Ես ընդամենը 19-20 տարեկան եմ եւ մտա դասավանդելու։ Մեկ ասի, «Ջան, տղա, ես գնա մանարի քեֆարա», չէ, ես մտա դասավանդելու, ես սոլֆեջո առարկան էի դասավանդում երաժշտական դպրոցում եւ այնքան հպարտ եմ, որ այդ իմ դասավանդելու ոչ երկար տարիների ընթացքում ես ոնց կարողացա փոխել վերաբերմունքը ծնողների, որոնք ընդհանրապես չկային այդ գործում, երեխաների, որոնք սովոր էին ոչինչ չանել եւ դպրոցի այդ առարկայի հանդեպ սոլֆեջոյի։ Բայց հետո շատ արագ ես ստեղծեցի երգչախումբ եւ սկսեցի երեխաների հետ շփվել եւ այդ միջոցը 150 երեխա ունենալու մեկ դասի ընթացքում իրենց փորձել փոխանցել մարդկային արժեքներ, համամարտկային արժեքներ, ճաշակ, խիղճ, ինչևէ, այսինքն երգելը դա միայն միջոց էր։ Բայց ուզում եմ ասել կրթություններ, որ պիտի կրթության միջոցով մենք կարող ենք։ Ես մի օրինակ բերեմ ինձ վրա, որ ասում եմ, ես սովետական երգերով մեծացած էի, ընդունել էի արդեն ուսումնարան, Ռոմանոս Մելիքյանի ուսումնարանում էի սովորում, երկրորդ կուրսում նստած էի դասի ժամանակ, եւ հանկարծ լսեցի դուդուկով, ոչ թե ինչ ասես նվագում էին ժամանակին, գերեզմաններում էլ չես հասկանա, բայց
լսեցի մի հատ գեղեցիկ չնաշխարհիկ հայկական մեղեդի։ Ես այնքան լավ եմ հիշում այդ օրը, ոնց որ Քրիստոսը հայտնվեց իմ առաջ։ Այնքան որ դասի ժամանակ երաժշտական գերականություն էր ձեր բարձրացեցի, կարող եմ դուրս գամ, դասություն զարմացած դուրս արի։ Դուրս եկա միջանցքի ծայրում, տեսա դուդուկահար է նվագում, Սամվել էր անը։ Քայլեցի դեպի Սամվելը։ Այսպես գիտեք, sense ու դիմացից լույս էր պատուհանին, իսկապես ոնց որ դեպի լույս գնայի։ Եկա ասեցի, ինչ ես նվագում։ Ասես դուդուկ, չասի գիտեմ դուդուկ ես նվագում, ինչ գործ է։ Ասես լուսնակ նանուշն եմ նվագում։ Ես մի հատ էլ նվագեի։ Այդ օրը իմ մեջ ինչ-որ բան փոխվեց։ Ես իմ մեջ քնած իմ ազգային այդ գեները, չգիտեմ, նիրհաց։ Դուք իմ հարցը կանխեցիք, ես ուզում եի խոսեինք հենց ազգային արմատից։ Դուք ասում եք